իրականում այս իշխանությունները շատ մեծ փուչիկ փչեցին Վենսի այցի հետ կապված։ Մարդկա երևի բահերը ձեռը կանգնած են, սպասում են, որ հեսա սկսելու են ատոմակայանի, այդ մոդուլային ատոմակայանի հիմքերը փորել։ Այստեղի այս մեր խորոզներից որևէ մեկը տիեզերական մասշտաբի աղմուկ չբարձրացրեց, հարայ, հրոց, հասեք, ինքնիշխանություն, հիբրիդային պատերազմ, բանով, այդ թոզ ու դումաներ էր քարոզչական, որ մարդ կար ուշաթափվում էր այդ տեխնոլոգիաներից։ Համոն փողը չի տվել, ուստա։ Back office, front office, չգիտեմ, back office, ցուրտ office, անգլերեն գիտեք, ֆրանսերեն գիտեք, ասպարչատը ոչինչ կասենք, որ գիտեք։ Հունիսի 7-ին ես համոզված եմ, որ Հայաստանի իշխանությունը փոխվելու է։ Այս մարդը մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ այս մարդը վիրուս է Հայաստանի ապագայի համար, անվտանգության համար։ Այս մարդը գիշերը քնում է, տակը համապատասխան բաներ անում, որտեղ վախենում է Պուտինից, որտեղ ժամանակին կգցել է այդ երկրին։ Ողջույն, հպարտ եւ ոչ այնքան հպարտ քաղաքացիներին։ Ողջույն 3 միլիոն վարչապետներին, բացի մի հոգավորից։ Այսօր մենք շատ հետաքրքիր թեմա ենք քննարկելու, Վենսի այցը, իրականում այս իշխանությունները շատ մեծ փուչիկ փչեցին Վենսի այցի հետ կապված, բայց մենք ներկայացնելու ենք նրա այցի, այսպես ասած, հակառակ կողմը, այդ մի հոգավորը, որ նշեցիր, իրական կողմը։ Գիրք էր գրել հա երկրի հակառակ կողմը, հա մենք ներկայացնելու ենք հակառակ կողմը, որը իրական կողմն է եւ մանրամասն քննարկելու ենք, փակագծեր ենք բացելու, թե ինչ տվեց, ինչ վնասներ է հասցնելու այդ այցը եւ ինչ ենք մենք իրականում դրանից ստանալու։ Նու տեսնենք ամենայն դեպս կտեսնենք մեր դիտողներին եւս մեկ անգամ հորդորում ենք, որպիսի միանան մեր YouTube-յան ալիքին, Facebook-յան էջին, կոմենտեն, լայքեն, կոմենտեն, զանգակ, տարածեն, սրտիկեն, այդ սրտիկը չգիտեմ, այդ թող Նիկոլա այդ սրտիկի։ Մեզ լայքն էլ ապավական, բայց իրականում դա, եթե հավանում եք այն ինչ որ մենք անում ենք, դա օգնում է կոնտենտի տարածմանը։ Դրա համար ենք ուզում։ Եթե ուզում եք, որ այս գաղափարները տարածվեն, հետեւաբար ձեզանից ոչ մի բան չի անցնում, էլի մեծ բան։ Լայքեք, կոմենտեք, տարածեք եւ այլն։ Իդեպ շատ ջերմ եւ իրոք շատ անկեղծ արձագանքներ ենք մենք ստացել մեր այս ոդքասթի հետ կապված, շատ շնորհակալ ենք, շատ ողջևորում է մեզ եւ ել ավելի լիցք է տալիս, որպիսի նույն կերպ ու ել ավելի եռանդով շարունակենք մեր ոդքասթը։ Մինչև բուն թեմային անդրադառնալը Դերենիկ, ես կուզենայի, որ մի փոքր այսպես դրվագային, հա, հենց սկզբից այցին անդրադառնայինք Վենսի, ինչով առաջին հերթին հենց աչքի ընկավ։ Առաջին աչք զարնող փաստը այն էր, որ հենց օդանավակայանում Վենսի ոտքերի տակ հայկական գորգ էին փռել ու դա նաև զարմացրել էր The Guardian-ի լրագրողին։ Երկրորդ աչք զարնող, հայ միջայլոց բայց գովացել էր գորգի գեղեցկությունը։ Զարմանք էր, հա, չէր հասկացել, թե դա իրականում ինչ է, բայց այն որ պատրաստ էին ամեն ինչ անեին փռեին Վենսի ոտքերի տակ, միայն թե ցույց տային, որ տեսեք, մենք պատրաստ ենք ձեր ասածները անել, հլու հնազանդ մի խոսքով, դա էր իրականում այդ էր խորհրդանշում, ու սա նաև ինձ հիշեցրեց Կանադայի վարչապետը, որ եկել էր Հայաստան, կհիշես Նիկոլ Փաշինյանը հայկական եռագույնի գույներով նասկիներ էր նվիրել, հագել էին հպարտ քայլում էին իրենք, հա որ հայկական եռագույնը տրորում են, երևի Նիկոլի սիրտը փառավորվում էր հերթական անգամ։ Ինձ հիշեցրեց Նոքսի այցը նվագախմբի տղաների մեջ, հա։ Ինչպես Երկրորդ աչք զարնող հանգամանքը, որը նաև խայտառակություն էր, այն էր, որ Վենսը թերևս պատմության մեջ առաջին անգամ միայնակ էր այցելում Ծիծեռնակաբերդ, այսինքն հայկական կողմից բարձրաստիճան որևէ պաշտոնյա նրան չէր ուղեկցում։ Տիկնոջ հետ այսպես երկուսով միայնակ եկան, ծաղիկներ խոնարեցին, զարմացած նայում էին այդ կիսաքանդ վիճակին Ծիծեռնակաբերդի ու գնացին ու փաստորեն հա էլի ոչ մի ուղեկցող չկար բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Արեկնազ այստեղ հետո մյուս սկանդալ, հա, Վենսի հետ կապված, այդ Ծիծեռնակաբերդ այցի, որ X հոթելական ցանցում հետո դրեց ջնջեց, չէ, այդ հրապարակում արեց, որտեղ հիշատակում էր հայոց ցեղասպանությունը 15 թվական եւ այլն զոհեր ու մի քանի ժամ մնալուց հետո ջնջեց։
հենց Ադրբեջան գնալու ճանապարհին արագ ջնջեց ու փաստորեն այստեղի այս մեր խորոզներից որևէ մեկը տիեզերական մասշտաբի աղմուկ չբարձրացրեց, հարայ, հրոց, հասեք, ինքնիշխանություն, հիբրիդային պատերազմ, ֆլան, ֆստան, ոչ մի բան չխոսեցին, իրենք ոչ տեսան, ոչ լսեցին։ Եթե ասենք Մագադանից մի ռուս տուրիստ գար նկարեր, ինչ որ post աներ հետո ջնջեր, դու պատկերացնում ես ինչ վայնասուն կբարձրացնեին այսպես կոչված արևմտամետները, այսպես կոչված քաղաքասարակությունն ու ԿՊԱ-ականները, իսկական ԿՊԱ-ականները։ Մի աղմուկ, մի աղաղակ, որ տեսեք, ռուս տուրիստ է եկել նկարել, հետո Թուրքիայի չգիտեմ ինչով ջնջել է։ Բայց աշխարհի թիվ 1 գերտերության երկրորդ դեմքը հրապարակում է անում հայոց ցեղասպանության մասին, հետո դրանից հետո ջնջում է այդ ամեն ինչը, ինչ որ նեյտրալ post կիսվելով, հա, իր աշխատակազմից, ու դա անցնում է անհետևանք ու անարձագանք Հայաստանի իշխանությունների կողմից, քաղաքասարակություն կոչվողի կողմից եւ այն մարդկանց կողմից, ովքեր իբր դարդ են անում հայոց ցեղասպանության մասին, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, այդ մասի ու իշխանական, էլի, մասային նկատի ունեմ, ոչ մի բառ չեն ասում, ոչ մի դատապարտող բան չկա, եւ սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ մենք բազմաթիվ անգամներ այդ մասին ասել ենք, սա եւս մեկ ապացույց, որ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Թուրքիայի պահանջը դուրս բերել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգից։ Այսինքն մենք նման օրակարգ չունենք, շուտով երկրորդ փուլը գալու է հայոց ցեղասպանության ուրացման փուլը, երբ որ ասում էր Էրդողանը, հիշում եք ինչ էր ասում, թողնենք ցեղասպանությունը պատմաբաններին։ Ես համոզված եմ, որ շատ շուտով Նիկոլ Փաշինյանից դա ենք լսելու, թողնենք ցեղասպանությունը պատմաբաններին, եւ դրանով ամեն ինչ ավարտելու է Նիկոլ Փաշինյանը իր անփառունակ կառավարման հետ մեկտեղ։ Դե սրանց մոտ հայրենասիրությունը, ինչպես մյուս բոլոր այդ թեզերը, կեղծ են ու հայրենասիրությունը սրիկաների վերջին հանգրվանն է այդ հայտնի խոսքը մենք լավ գիտենք ու հետաքրքիր զուգադիպությամբ շահիդների պուրակ այցելեց Ադրբեջանում Վենսը ու ոչ մի գրառում չհեռացվեց, շատ լայն լուսաբանվեց ու այդտեղ ոչ մի խնդիր չառաջացավ եւ նաեւ շատ զավեշտալի էր, որ միակ մարդը, ով անդրադարձավ այդ բարձրաստիճան պաշտոնյաներից, անդրադարձավ այդ խայտարակ դեպքին գրառումը հեռացնելու, Նենսի Փելոսին էր, Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի խոսնակը, որը ժամանակին այցելել էր Հայաստան, ասաց. «Այ ամոթ քեզ Վենց, հիշում ես, ես որ եկել էի Ծիծեռնակաբերդ, այն որ սենց Ալեն Սիմոնյանն էլ թևանցուկ մտել էր իրար հետ Ծիծեռնակաբերդ էին այցելում, աղի արտասուք էր թափում անձեռոցիկով, աչքերն էր սրբում, Ալեն Սիմոնյանն էլ այսպես համխիթարում էր եւ այլն, բա Ալեն Սիմոնյան, բա եթե այն ժամանակ դու 4 տարի առաջ էր ընդամենը Նենսի Փելոսիին ուղեկցում էր Ծիծեռնակաբերդ, բա հիմա այդ ինչ եղավ, որ օրինակ Վենսը որևէ մեկը Վենսին չի ուղեկցում։ Այդ կարող է, ասենք, մենք կարող ենք ենթադրել, որ օրինակ իր հոգևոր հայր Էրդողանը արգելել է ոդկ դնել Ծիծեռնակաբերդից, աչք թեքել այն կողմել նույնիսկ։ Որ նույնիսկ։ նման բաներ ես ասում, Արեգ Նասյան, մտածել ես իրենք Էրդողանի դրանից հետո ինչ պատասխան են տալու։ Դե իրենք մտածում են, հա, երևի չեն գնում, բայց այդ 4 տարի առաջ, հա, 4 տարի առաջ գնում էր հա իբր ինքն էլ այսպես հարգում էր զոհերի հիշատակը, բան, բայց հիմա մոռացել է դրա մասին։ Որ այս իշխանությունները ըստ էության ուրացման քաղաքականություն են տանում հայոց ցեղասպանության եւ իրենք որևէ խնդիր չունեն իրենց առաջ դրած հայոց ցեղասպանությունը միջազգայինորեն ճանաչելու օրակարգը առաջ տանելու առումով։ Դա ֆիքս ենք։ Իդեպ Փելոսի այցի հետ կապված մի դրվագ էլ հիշեցի, էլի հետաքրքիր զուգադիպությամբ Վենսի ասուլիսի ժամանակ թարգմանչական ճոր թարգմանության հետ կապված խնդիրներ եղան, հա, նույնը նաև Փելոսի ասուլիսի ժամանակ էր Ալեն Սիմոնյանի հետ։ Չէ, Փելոսին էր խայտարակ անգլագետ դա։ Հա, ինչ որ թա տենց խայտարակ բան էր, տեսարաններ ու ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին հետո նկատողություն հայտարարեցին, որովհետև այսպես եկել էր դիկ-դիկ կանգնել էր Փելոսի կողքին, բայց տեխնիկական եւ կազմակերպչական հարցերի մասին մոռացել էր մտածել։ Հիմա Վենսի այցի
Դերենի գիտեք մի բան էլ ես հիշատակեմ, մինչև արդեն բուն բովանդակային քննարկմանը անցնելը, ինչպես Վենսի այցը, ինչպես Փելոսի այցը, այսպես իրենք ուրճացնում են, հա, փուչիկ են փչում, որ տեսեք թե ինչ տիեզերական մասշտաբի դարակազմիկ երևույթ է տեղի ունեցել, այդ նույն կերպ նաև Բոլթոնը, երբ որ 2018 թվականին Միացյալ Նահանգների նախագահի խորհրդականը այցելել էր Հայաստան, նույն այդ այցի հետ կապված էր այդ փուչիկը փչվում ու այսպես իր կորցրած հորեղբորը գտածի դեմքով նույն կերպ Նիկոլ Փաշինյանը Բոլթոնին էր նայում եւ դա այն նույն Բոլթոններ, որ հենց 2018 թվականին դու լավ կհիշես, ասաց, որ Հայաստանը պետք է ձերբազատվի իր կարծրատիպերից։ Իսկ դա նշանակում էր, որ պետք է դառնա Ռուսաստանի դեմ պայքարում մանրադրամ, հանի ռուսական ռազմաբազան Հայաստանից, հանձնի Արցախը Ադրբեջանին, թեքվի Թուրքիայի եւ Արևմուտքի կողմը, ինչը որ այս տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը հլու հնազանդ եւ շատ հետեւողականորեն կատարեց։ Այսինքն Բոլտոնը ճանապարհային քարտեզ է տվել Նիկոլ Փաշինյանին եւ մինչեւ հիմա Նիկոլ Փաշինյանը առանց շեղվելու ուղղորդվում է հենց այդ քարտեզով եւ մեկի մեկ իրականացնում է այն, ինչ ասել է Բոլտոնը։ Հիմա դա բխել է ինեն շահերից, ես որևէ խնդիր չեմ տեսնում, այլ հարցը որ դա որևէ կերպ չի բխում հայ ազգի շահերից եւ Հայաստանի Հանրապետության շահերից։ Արեկնաս հիմա եթե ավարտեցի արդեն կարող ենք անցնել բովանդակային թեմային։ Տեսեք ինչն է հետաքրքիր, հիմա որ դուրս գանք եւ հարցում անենք հայասարակության շրջանում, ասեն ինչ արդյունքներ եղավ Հայաստանի համար Վենսի այցից հետո, կասեն ամերիկացիները 9 միլիարդ դոլարի ներդրում են անելու Հայաստանում եւ ատոմակայան են կառուցելու, ճիշտ է։ Այո։ Հիմա փորձենք հասկանալ, թե ինչքանով է դա իրականություն, ինչքանով է դա բլեֆ, ինչքանով է դա իշխանությունների կողմից մեղմ ասած Գեբելսյան քարոզությանը տուրք տալու մղում։ Տեսեք 9 միլիարդ, 4 միլիարդ, հետո 5 միլիարդ դոլարի ներդնելու մասին հայտարարությունները մեղմ ասած չափազանցված են։ Տեսեք, եթե այդպես է, Վենսը ասում է, որ այդ գործարքների շրջանակներում աշխատատեղեր կբացվի նաև Միացյալ Նահանգներում։ Այսինքն դա ինչ է նշանակում, որ այդ գումարները ծախսվելու են նաև Միացյալ Նահանգներում, չէ՞, ինչ կամ մեծ մասը ծախսվելու է Միացյալ Նահանգներում, այստեղ շատ մեծ անհստակություն կա, տպավորություն է, որ Հայաստանն է 9 միլիարդ դոլար վճարելու ինչ-ինչ ծրագրերի հետ կապված։ Իսկ ինչ են այդ ծրագրերը, թրիպն են նշում, ես չգիտեմ, թրիպի այդ 40 կիլոմետրի վրա ինչքան փող կարելի է ծախսել եւ դա ինչ է տալու Հայաստանին մեծ հաշվով, էլի դա էլ կփորձենք իմիջիալոց մենք հետաքրքիր հյուր ենք ունենալու իր հետ ամեն ինչը կբացենք, նաեւ մոդուլային ատոմակայանների հետ կապված շատերը համոզված են, որ մարդկա երևի բահերը ձեռը կանգնած են, սպասում են, որ հեսա սկսելու են ատոմակայանի այդ մոդուլային ատոմակայանի հիմքերը փորել։ Բայց իրականությունը ինչ է, իրականությունը բոլորովին այլ է։ Երեք ազգային ժողովում չորեքշաբթի օր, այսինքն ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը գոռգոռում էր, որ մենք մոդուլային ատոմային ռեակտորներ առնելու հետ կապված կամ ատոմակայան ունենալու հետ կապված բանակցում ենք Ռուսաստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի հետ։ Պատկերացնում եք, չէ՞, ժողովրդին համոզել են, որ ամերիկացիները այստեղ ատոմակայան են սարքում, 2 օր հետո ասում են մենք ռուսների հետ ենք բանակցում, չինացիների հետ ու հարավ կորեացիների հետ։ Բայց ինչն է հետաքրքիր, այդ մոդուլային ռեակտորները, որ ատոմակայանները, որ այդքան գովերքվեց իշխանությունների կողմից, տեսեք Միացյալ Նահանգները մեզ ինչ տեխնոլոգիաներ են տալիս, ընդհանրապես գժվել կարելի է այդ բանով, այդ թոզ ու դումաներ էր քարոզչական, որ մարդկար ուշաթափվում էր այդ տեխնոլոգիաներից, էլի իրեն թվում է, վсё, արդեն կարող են տիեզերքել թռնել, էլի Մարսը կնվաճեն, բայց բարձվում է հենց մոդուլային ատոմային ռեակտորներն անդրադառնանք, դրանք 2026 թվականի դրությամբ առևտրային շահագործման մեջ գտնվում են 2 երկրում, մեկը Ռուսաստանն է, ակադեմիկ Լոմոնոսովի լողացող ատոմակայանը, որը շահագործվում է, եւ Չինաստանն է, գտնվում է Շանդուն նահանգում այդ ատոմակայանը մոդուլային։ Որ երկրներում են զարգացնում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Հարավային Կորեայում, այսինքն այդ երկրներում չկան վերջին նշված երկրներում կա միայն Ռուսաստանում ու Չինաստանում, բայց Նիկոլ Փաշինյանը պայմանավորվում է Ամերիկայի հետ, իբր պայմանավորվում է, հա, որ չեղած բանը այստեղ կառուցելու են։ Կարող է 5 տարի հետո, մի տարի հետո ունենան, բայց հիմա ունենք փաստ,
որ չկա նման ատոմական, չունի Միացյալ Նահանգները, զարգացնում է ուղղակի այդ տեխնոլոգիաները, կարող է մեծ հաջողություններ կրած է, խնդիր չկա, բայց հիմա ինքը բանակցում է իբր այդ ատոմակայան բերելու մասին։ Ժողովրդին համոզել է, որ ամերիկացիները այստեղ ատոմակայան են կառուցում, բայց երկրորդ օրը հայտարարում է, չէ, դա վերջնական չէ, ռուսները հետ են խոսում, բանի հետ, Չինաստանի հետ են խոսում եւ այլն։ Սա ցույց է տալիս այն մեծ բլեֆը, որով իշխանությունները եղավ 7-8 տարի այս նույն ոճով իրենք լվանում են ուղեղներ։ Սա Գեբելսյան քարոզություն է ուղղակի յուրաքանչյուր ոլորտ, որ վերցնենք, հա, մանավանդ տնտեսական առումով, իրենց արածը միայն ուղեղների լվացում է, ուրիշ ոչինչ։ Իրենք խոսում են տնտեսական աճի մասին, աղքատությունը նույնն է։ Իրենք խոսում են անվտանգության մասին, Ադրբեջանը օկուպացնում է Հայաստանի տարածքները։ Իրենք ինչի մասին խոսում են, ուղիղ հակառակն է ստացվում։ Հիմա Վենսի այցի հետ կապված, ասենք, եթե 4 հաշվարկով, ասենք, մտածես, հա, ասենք Արագածոտնի շրջանի բազմաբերդ գյուղի բնակչին ինչ է տալիս Վենսի այցը։ Այսինքն 4 արդյունքով շատ լավ է, պատմական այց է, մենք կողմ ենք Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին, բայց շահի տեսանկյունից ինչ տվեց այդ ամեն ինչը մեզ։ Շատ մեծ հարցականներ են դրանք։ Դերենիկ, Արցախը հանձնելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր, ասում էր Արցախը հանձնում եմ, որ Զանգեզուրի միջանցքը չտամ։ Հիմա փաստացի Զանգեզուրի միջանցքը տվել է, ասում է զատո 9 միլիարդ դոլար են բերելու Հայաստան։ Բայց իրականում պարզվում է, որ ոչ թե մենք ենք, ոչ թե մեզ են փող տալու, այլ մենք ենք իրենց փող տալու։ Մեծ հավանականությամբ փողի մեծ մասը մենք ենք տալու են։ Այո, ու այս իրավիճակը ինձ գիտես ինչ է հիշեցնում, հայկական ֆիլմից մի այդպիսի դրվագ կար, որ ասում էր. «Համոն փողը չի տվել, ուստա, համոն փողը չի տվել»։ Հիշենք, արի հիշենք մեզ դիտողներին էլ հիշեցնենք այդ դրվագը ու շարունակենք։ Այստեղ փոխշահավետ իրավիճակ է եւ Հայաստանի համար եւ իմ երկրի համար էներգետիկ անվտանգության, էներգետիկ կայունության եւ նաեւ ստեղծելու է շատ աշխատատեղեր եւ ԱՄՆ-ում եւ Հայաստանում։ Ուստա համոն փողը չի տվել։ Ամբողջությամբ այս իրավիճակում ենք։ Իմիջիայլոց մոդուլային ռեակտորների Միացյալ Նահանգները այդ ամեն ինչը շատ մեծ հավանականությամբ, եթե մնացին այս իշխանությունները, բայց կարծում եմ չեն մնալու սրանք, ամռանը հանգեցնելու է մեծամորի, եթե մնացին, հանգեցնելու է մեծամորի ատոմակայանի փակմանը, որովհետև նախ ասելու են դե փակենք, որ նորը բացենք, չէ՞։ Իսկ ատոմակայանի փակելու պահանջը որտեղից էր գալիս Թուրքիայից։ Իսկ մենք հետևողականորեն ցույց ենք տալիս, որ կետ առ կետ իրականացնում է թուրքական պլանը, բայց փաթեթավորումը ամերիկական է։ Ժողովրդին համոզում են, որ իբր Ամերիկա մոդուլային ռեակտորներ են բերելու դնելու են, բայց արեք ժողովուրդ ջան, մեծամորի ատոմակայանը փակենք, մի քիչ ինչի են այս համատեքստում նաև խոսում Ադրբեջանի հետ միասնական էներգետիկ համակարգ ստեղծելու մասին, որ հեսա կփակենք, բայց Ադրբեջանից էներգիա կստանանք, ժողովուրդը խաղաղություն է, չէ՞, խաղաղություն է, գազը։ Խաղաղություն ինչպես Արցախում, հիշում ենք Արցախում ինչ արեցին։ Այո, հենց դրան են տանում։ Այսինքն ատոմակայանը կփակենք Թուրքիայի պահանջով, դե իրանք չեն ասում, մենք ենք ասում, Թուրքիայի պահանջով կփակենք, օգտվենք ժամանակավոր յոլակը գնանք միջև նորը կառուցեն, բնականաբար նորներ չեն կառուցելու, ելի ընկնելու են կախվածության մեջ Ադրբեջանից էներգետիկ առումով, եւ ինչ է անելու Ադրբեջանը, ասե կքվի պատմությունը։ Ասելու է Այ դու կկու, հիմար կկու, քանի փոքրիկ ձակ ունես դու։ Նույն պատմը ոնց եղավ Արցախում, չէ՞, ասեցին գազի այդ համակարգը ներգրավում ենք ադրբեջանական համակարգի մեջ, ճիշտ եմ Արցախինը։ Այո։ Կանգնեցին փականի վրա, սկսեցին փակել եւ պետք էր փակել։ Վինտիլը բացում էին, երբ ուզում էին, վինտիլը փակում էին։ Մինչեւ Արցախը դատարկվեց։ Հիմա նույնը անելու են Հայաստանի հետ։ Ասելու են Սևանի այս կդորը ցարի ժամանակ մերն է եղել, այսքանը մեզ այն վերևի բանը Տավուշի հատվածից այսքան մասը, Լոռուց այսքանը, Սյունիքից այսքանը, միջև հասնեն Երևանի մատույցներ, այ վտանգավորությունը հենց դրա մեջ է կայանում, ուղղակի էլի կրկնեմ, այստեղ Զանգեզուրի միջանցքի հետ կապված այդ բառը միտումնավոր եմ օգտագործում, որովհետև թրիպը բովանդակությամբ դրան է հանգեցնելու, եթե բան չփոխվի, նաև այս համատեքստում պետք է խոսել այն մասին, որ հետևողականորեն իշխանությունը տանում է Հայաստանի
վիլայեթացման քաղաքականություն։ Մենք Չէ, բայց ասում էր ծայրագավառ չենք արդեն։ Այդ եմ ասում, ինքը հայտարարում է դրանից հետո ուրախ հարցազրույց էր տալիս, չէ՞ Նիկոլա, որ այլևս Հայաստանը ծայրագավառ չէ, դառնում է աշխարհի կենտրոն կամ կենտրոն։ Այսինքն թուրքական վիլայեթ դառնալու հեռանկարը Նիկոլ Փաշինյանի համար աշխարհի կենտրոն է դառել։ Մենք ունենք հնարավորություն այս ամեն ինչի միջից դուրս գալու, բայց ոչ այս իշխանությունների օրոք, որովհետև սրանք անում են բաներ, ասենք շենքից մարդուն գցում են ներքև, ջարդուխուրդ է լինում, ասում են, բա բժշկի չտանենք, բա մեկ չի ասում, դե այ ախպեր, ինչի գցեցի շենքի կտուրից այդ մարդուն, հիմա էլ մուննաթ ես գալիս, թե բժշկի տանենք, թե չտանենք, նախ չպետք էր գցել այդ մարդուն։ Իշխանությունների քաղաքականությունը ամբողջությամբ տեղավորվում է տրամաբանության մեջ, ով Վենսի այցի։ Եվ հետո, եթե հիվանդանոց որևէ մեկն էլ պիտի տանի, հաստատ այս իշխանությունը չպիտի լինի, այսինքն հաստատ այն մարդը չի, որ պիտի այդ հենց այդ քցողը չի, որ պիտի տանի հիվանդանոց։ Իմիջիայլոց Վենսի այցի մանրամասների շատ հակիրճ անդրադարձել է Անդրանիկ Թևանյանը, որ թիրախային, այսինքն Մայր Հայաստան կուսակցության նախագահը, այո, ամփոփ ներկայացրել է։ Թիրախային, որ ասենք այդ կտորը մի քանի, ասենք մի րոպեանոց կտորը լսես, պատկերացում կկազմես, թե ինչ էր եկել Վենսը։ Լսենք։ Փաշինյանը համաձայնել է փակել Մեծամամորի ատոմակայանը, թշնամանալ Իրանի հետ, շարունակել տարանջատվել Ռուսաստանից, Հայաստանի էներգետիկ համակարգը կցել Թուրքիային ու Ադրբեջանին, Հայաստանը դարձնել փորձարարական ճագարիկ ամերիկյան բլեֆ ատոմակայանի կառուցման համար։ Հայ-ամերիկյան խաղաղ ատոմի շուրջ համաձայնության իրական շահառուները Թուրքիան ու Ադրբեջանն են, ինչպես որ Թրիփի դեպքում է։ Պարզապես այդ ամենը ներկայացվում է ամերիկյան գունագեղ փաթեթավորմամբ, որպեսզի հայ գեղցիները կամ գեղցի քաղաքերիները իրենց չոքերը թուլացնեն։ Սա է ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի իրական արդյունքների պատկերը։ Մնացածը բլեֆ է, դեմագոգիա եւ ստախոսություն։ Տերենիկ իմիջայլոց այս ԿՊԱ-կան իշխանությունները ու իրենց սատելիտները որպես պատմական իրադարձություն ներկայացնելով Վենսի այցը նաև հիմարացնում եւ խաբում են մեր հանրությանը, թե իբր եթե Ամերիկան է մեր հետ, ուրեմն Ադրբեջանը չի հարձակվի, չի կրակի եւ այլն։ Այն մի Արամ Սարգսյան կա եղբոր հիշատակը ուրացած, որ իր համար բոլորովին միևնույն է եղբայր կամ քույր, լավ, դա էլ քննարկելու առարկա է, որ իր համար նորմալ էր, որ ադրբեջանցի զինվորը գնացել էր իր եղբոր արձանիներ նստել եւ մի բան էլ հազար ներողություն, բայց փաստը մնում է փաստ, միզել էր այդ արձանի վրա։ Այսինքն այդ մարդը համակերպվել է իր համար ոչ մի խնդիր չկա, ինքը Նիկոլին ծառայություններ է մատուցում ու հենց ինքն էր հայտարարում, ասում էր, եթե Ամերիկան մեր հետ է, ուրեմն Ադրբեջանը չի կրակի, կամ Ամերիկան այնպես կանի, որ գերիներին վերադարձնենք։ Բայց այս ստախոսությունն էլ փչվում է թեկուզ ընդամենը մի օրինակով, եթե կհիշես, կարծեմ 2023 թվականին էր Երասխում հայ-ամերիկյան համատեղ գործարան էր կառուցվում եւ ինչ էին անում ադրբեջանցիները, կրակում էին, շինարարությունը տեղի չէր ունենում, գործարանի այդ աշխատանքները պարալիզացված էին եւ վերջում իրենք նամակով դիմեցին Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ պահանջեցին, որպեսզի այդ հայ-ամերիկյան գործարանը տեղափոխվի այլ վայր։ Սենց մի փոքր դիմադրելուց բան, ձևեր թափելուց բանից հետո արդեն կառավարության որոշմամբ տեղափոխվեց Արարատ գյուղ։ Իմիջիայլոց նույն տրամաբանությամբ հիմա, այսինքն մենք ունենք տեսել ենք այդ իրավիճակը, ինչքանով է Միացյալ Նահանգները երաշխավոր։ Եթե Միացյալ Նահանգների միջալոց պետք լիներ, ինքը կերաշխավորեր, բայց քանի որ Միացյալ Նահանգները ազգային անվտանգության շահեր Հարավային Կովկասում չի հետապնդում, հիմնական շահառուն այստեղ Թուրքիան է, հետեւաբար ինքը անում է այնպես, ինչպես ասենք Թուրքիային ու Ադրբեջանին է ձեռնտու, ասենք կենսական շահեր այս բարակայում Միացյալ Նահանգները։ Եվ հողի վրա անվտանգություն կարող է ապահովել իրականում միայն Ռուսաստանը։ Հիմա ուզենք դուր գա մեզ, դուր չգա, ուզենք չուզենք, փաստը մնում է փաստ, դա է իրականությունը։ Մնաց այդ հասկանան համապատասխան մարդիկ չառաջնորդվեն են KGB-ի ագենտ, ռուսից տլուկ, սպիտակ թուրք եւ այլն, այդ տրամաբանությունից մի քիչ որ դուրս գան այդ էմոցիոնալ գրգռվածությունից, շատ բաներ իրենց համար պարզ կլինի, էլի թե հողի վրա ինչի հետ մենք գործ ունենք։ Եվ երբ խոսում են Թրիփի մասին,
որ թրիպը մի դարակազմիկ, չգիտեմ, ճանապարհ է, որը Հայաստանը դուրս է բերելու այս ծանր վիճակից սարքելու է մի հատ շվեյցարական ինչ-որ դրախտ։ Երկնքից մանանա է թափվելու մեր գլխին։ Այդ փակ ճանապարհ է լինելու, նույնիսկ հնարավորություն չեն ունենալու այնտեղ քյաբաբ վաճառել, հասկանում եք, անցորդների վրա։ Փակ ճանապարհ է լինելու։ Ու դա ունի միջանցքի տրամաբանություն, այսինքն ադրբեջանցիները, որ ասում էին, մեզ պետք է տակ ճանապարհ, որ մենք անխոչնդոտ կապվենք մեր Նախիջևանի հետ, իրենք ստացել են այդ ճանապարհը, երբ Վենսը Ադրբեջանում Ալիևի հետ կնքեց պայմանագիրը, խարծա Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջև ստրատեգիական համագործակցության խարծա։ Այստեղ մեր այսօրին խնդրենք դա ցույց տա, այդ խարծայի առաջին հոդվածով նշվում է, որ թրիպի իթիվս միջազգային այլ հաղորդակցության եւ այլն հիմնական ֆունկցիան անխոչնդոտ հաղորդակցությունն է Ադրբեջանի Հանրապետության եւ Նախիջևանի Հանրապետության միջև, ինչ է նշանակում անխոչնդոտ, դա նշանակում է, որ դա ունի սահմանը հատելու բոլորովին այլ փիլիսոփայություն, դա սահման հատել չէ այնպես ինչպես մենք հատում ենք Բագրատ Աշենի սահմանը սովորական անձնագրային հսկողությամբ եւ այլն, այսինքն սա այն որ ասում է back office, front office, չգիտեմ, tack office, ցուրտ office, այդպիսի ինչ որ բաներ է մտածել, չէ, դա ուղղակի քողածածկույթ է իրականացնում իրականության, որ իրականում ինքը համաձայնվել է Նիկոլ Փաշինյանը, որ ադրբեջանցիները անխոչնդոտ հաղորդակցություն ունենան երկու մասերի միջև։ Դա մեզ ինչ է տալու, չգիտեմ, թրիպը մեզ ինչ է տալու, մի քիչ անհասկանալի է, որովհետև մեր շահը, ես կոնկրետ այնտեղ չեմ տեսնում մեծ հաշվով, էլի, հա լավ է, որ Միացյալ Նահանգների ներկայություն եւ այլն, բայց մեծ հաշվով դա մեր հանրապետությանը ինչ է տալու, ուր է հասցնելու այդ 40 կիլոմետրը, որովհետև եթե խոսում են խաղաղության խաչմերուկու մասին, կոմունիկացիաներ բացելու մասին, հա մենք Նիկոլ Փաշինյանն ասել է բոլոր կոմունիկացիաները բացում եմ, ինչի չեն աշխատացնում, օրինակ Իջևան երկաթուղին, որով ավելի հեշտ է կապնվել Ռուսաստանի հետ, ինչի պետք է իջնեն, ասենք, Մեղրիով կապնվեն, հելնեն բարձրանան դեպի Ռուսաստան, անհասկանալի է։ Այսինքն հերթական անգամ կատարվել է Ալիևի եւս մեկ պահանջ, որ ասում էր այդ թրիփում հայի երես չպետք է տեսնենք։ Այդ մի պահանջն է Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը իրեն կոտորում ասում է, բանը արհեստական ինտելեկտ, չգիտեմ, ինչ ինտելեկտ, չգիտի ինչ օրինի։ Հա, ինչ որ անուններ են մտածում, քողածածկույթ անելու համար իրականությունը, որ իրենք համաձայնվել են, որ ադրբեջանցիները անխոչնդոտ կապվեն Նախիջևանի հետ եւ հակառակ, այստեղ հարց է նաեւ թե ինչ բեռներ անցկացնելու թույլտվություն ունեն, չունեն, չենք տեսել այդ պայմանագիրը, չգիտենք։ Իմիջիայլոց որ թրիպը թուրքական լոբինգի արդյունքում է տեղի ունեցել, այդ մասին արդեն մի քանի ամիս առաջ գրվել, ասվել է, նույնիսկ ես մեջ բերում անեմ, ես ցույց տալու համար, որ թրիպ կոչվածը, որ ամերիկյան փաթեթավորմամբ է, այսինքն այդ կոնֆետի թղթի վրա ամերիկական դրոշ է փայլ բլուն, բայց բովանդակությունը դե թուրքական է, դա խոստովանում են նաև լրատվամիջոցները, չեն հերքում նաև Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մեծ հաշվով, որովհետև իրենց դաշնակիցը այստեղ Թուրքիան է։ Տեսեք, ուրեմն հուլիսի 14-ին 25 թվականի Middle East A պարբերական կա, բառացի նշում է Բանակցությունների ընթացքում ծանոթ տարածաշրջանային աղբյուրը Middle East A պարբերականին պատմել է, որ հենց Թուրքիան է ի սկզբանե առաջարկել միջանցքը կառավարող մասնավոր ընկերության գաղափարը, որ հավանության է արժանացել ինչպես Հայաստանի, այդպես էլ Ադրբեջանի կողմից, այսինքն այդ մասնավոր ընկերությունների կողմից վերահսկողությունը, որ ադրբեջանցիները հայի երես չտեսնեն, հա, դա թուրքական ծրագիր է եղել եւ առաջին անգամ այդ մասին հայտարարել է Բարակը Թոմ Բարակը Միացյալ Նահանգների դեսպանը Թուրքիայում եւ այստեղ ինչն է հետաքրքիր, եթե թրիպը միջազգային ճանապարհ է, ապա այստեղ հետաքրքիր շերտեր կարելի է ցույց տալ, հա, որ սկզբից փորձել են ներդնել միջազգային ճանապարհի կոնցեպտը, բայց հետագայում փոխվել թրիպը մենակ սահմանափակվել է Սյունիքի տարածքով, որովհետև նույն պարբերականը նշում է, որ այդ ընթացքում իրենք հայկական կողմը
առաջարկել է որ նույն տրամաբանությամբ թրիպ լինի Նախիջևանի վրայով։ Այսինքն եթե միջազգային ճանապարհ է, հա թող Նախիջևանի վրայով էլ լինի, մեր տարածքի վրայով էլ լինի։ Ադրբեջանը դա կտրականապես մերժել է։ Եվ Սաֆարյանը արտգործնախարար մի քանի օր հետո հաստատում է այդ բանը, փաստը, որ նման բանակցություններ եղել են, որ իրենք ասել են, հա, եթե մասնավոր ընկերություն է, թող Նախիջևանի վրա էլ վերահսկի էս անի, բայց թուրքերը ասել են, հա, գնացեք ինչ մասնավոր ընկերություն, մեր սուվերեն տարածքն է, մենք ենք որոշելու ինչ է անցնելու, ինչպես է անցնելու։ Այսինքն այդ ամեն ինչը մասնավոր ընկերության վերահսկողություն, բան վերաբերում է միայն Հայաստանին։ Սա ես օրինակ համարում եմ սուվերենության զիջում, ուրիշ ոչ մի բան Թուրքիայի պահանջով։ Այսինքն մենք պետք է հետևություններ անենք այս ամեն ինչից, թե ինչ ճանապարհ ենք տվել, ինչ է ստացել Հայաստանը դրանից, ինչ կարող է ստանալ։ Տերենիկ Վենսի այցի շրջանակներում արդեն մեր զրույցի ժամանակ էլ նշեցինք, որ մի վտանգավոր թեզի մասին էլ խոսվեց միասնական էներգետիկ համակարգի, բայց ես առաջարկում եմ, որպեսզի այս թեման, ինչպես նաև այլ նյուանսներ մենք քննարկենք մեր հյուրի հետ, պարզապես այս ընթացքում հիշենք, հա, խոսքերը Նիկոլ Փաշինյանի, որ նախ ինքը խոսեց միասնական էներգետիկ համակարգի մասին, հետո նաև Վենսը երկրորդեց ու արդեն մեր հյուրը մինչև գա մեր տաղավար եւ մեր զրույցը շարունակենք նրա հետ։ Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ մեր էներգետիկ համակարգը միացած լինի նաև Թուրքիային եւ Ադրբեջանին։ Դա մեր հնարավորություններն է մեծացնելու արտահանման եւ տարածաշրջանի հնարավորություններն է մեծացնելու, որպեսզի մենք միասնական արտահանում իրականացնենք դեպի այն շուկաներ։ Մի նոր աշխարհ է բացվելու միջազգային առևտրի, տրանզիտի եւ էներգիայի հոսքի այս տարածաշրջանում եւ աննախադեպ կապահովի Հայաստանի եւ հարևան երկրների միջև, սա հոյակապ է եւ ոչ միայն Հայաստանի ժողովրդի բարգավաճման համար, բայց սա նաեւ կնպաստի խաղաղության գործընթացին, երբ որ դու կապում ես էներգետիկ ոլորտը, տնտեսությունը եւ այլ, սա նպաստում է։ Մեր տաղավարում մենք այսօր հյուրընկալել ենք քաղաքագետ Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզեյանին։ Ողջույն, պարոն Բոզեյան։ Բարև ձեզ, պարոն Բոզեյան, եւ առաջին հարցը ես տամ, հա։ Վենսի այցից հետո Նիկոլ Փաշինյանը թրիպի գովերգելու տրամաբանության մեջ հանրայինի եթերում հայտարարում է, որ այդ ամեն ինչը որ կողքի տնենք նույնիսկ տնտեսական օգուտները, բայց ստացվում է, որ 99 տարեով Միացյալ Նահանգները երաշխավորում է, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն է ունենալու։ Այսինքն այդ ամերիկյան մասնավոր ընկերությունը դառնում է Հայաստանի 99 տարի առնվազն 99 տարվա գոյության երաշխիքը։ Ես այդ բանը մտածեցի, որ Վիլսոնն էր մի 100 տարի առաջ իր ձեռքով քարտեզ էր գծել Հայաստան, լավ, բաբաթի մեզ քարտեզ էր, էլի, բայց այդ գծելուց հետո Հայաստանը 3-4 ամիս հետո անկում ապրեց, չէ՞, Հայաստանի առաջին հանրապետությունը։ Հա, բայց ի տարբերություն Վիլսոնի այսօրվա Միացյալ Նահանգների վարչակազմը ի պատիվ իրենց իրանք չեն հայտարարում, որ իրանք երաշխավորի դեր են կատարելու։ Չէ, Նիկոլն է երաշխավորում։ Դե գիտեք, այդ Նիկոլը որ ասում է երաշխավորում, սա ինձ հիշեցնում է մեծապատիվ մուրացկաններ Հակոբ Պարոնյանի, այն որ ասում ասում անգլերեն գիտեք, ֆրանսերեն գիտեք, ասում չի ասում ոչինչ կասենք, որ գիտեք։ Դա մոտավորապես նման է այդ դրանին, որ ասում ոչինչ կասենք, որ երաշխավորում է, ոչինչ կասենք, որ Ամերիկան 9 միլիարդ դնում բան։ Այսինքն ես առաջարկում եմ ընդհանրապես մոռանալ Նիկոլ Փաշինյանին, որտեղ հունիսի 7-ին ես համոզված եմ, որ Հայաստանում իշխանությունը փոխվելու է։ Եվ պատկերացրեք, որ մենք ենք արդեն իշխանության գալու, այսինքն մենք նկատի ունեմ ընդդիմությանը, այսինքն ամբողջական ընդդիմությանը, հա։ Եվ ինչ պետք է անի, որպեսզի մենք հասկանանք ինչ պետք է անի, պետք է մենք հասկանանք ընդհանրապես այս տրիպը, Վենսի այցը ինչ նպատակ է հետապնդում։ Դրա համար բացի այն վերլուծություններից, որ կան նաև ամերիկյան վերլուծություններ, որոնք հիմնականում պահպանողական շրջանակները վերլուծում են, թե իրանց իրական նպատակը որն է։ Որն է։ Հա, իրանց իրական նպատակը, իրանք ասում են, որ մենք ունենք լրջագույն նպատակ կանգնեցնելու Չինաստանին։ Չինաստանը իրենց գլխավոր մրցակիցն է դարձել 2025 թվականի դրությամբ Չինաստանը ունի 1 տրիլիոն պրոֆիցիտ, այսինքն Չինաստանը աշխարհի հետ առևտրի ժամանակ 1 տրիլիոն դոլար եկամուտ է ստացել։ Եթե նախկինում այդ 1 տրիլիոնը ինքը դնում էր մեծ մասը դնում էր ամերիկյան պետության պարտատոմսերի վրա,
Հիմա քանի որ տեսնում որ ամերիկյան էկոնոմիկան սկում է, ինքը հրաժարվել է ոսկի է գնում եւ հայտարարել է որ այն ճանապարհը մետաքսի ճանապարհի վրա երկրները որ կան, տեխնիկի ներդրումներ պետք է անի։ Քանի որ ինքը ոսկի է առնում դոլարը սկում է, այսինքն դոլարի անկումը դրանով է պայմանավորված, ոսկու գնի բարձրացումը։ Միանշանակ, իհարկե։ Երկրորդ տարբերակը դա այն է, որ փաստացի ինքը Չինաստանը հայտարարել է, որ ինքը այն երկրները, որ կանգնած են իր ճանապարհի վրա, պետք է ներդրումներ անի։ Ինքը օրինակ 2025 թվականի վերջի տարվա մեջ միայն վերջի տարվա ընթացքում Ղազախստանում ներդրել է 23 միլիարդ դոլար։ Պատկերացնեք ինչ թիվ է։ Իսկ ընդհանրապես կենտրոնական Ասիայում մոտ 100 միլիարդ դոլարի ներդրում արել։ Համա ամերիկացիներն ասում են, որ մենք պետք է կարողանանք այդ կենտրոնական Ասիայում ոտետայ ունենանք, որտեղ Չինաստանը ունի ազդեցություն, Թուրքիան ունի ազդեցություն, Ռուսաստանը ունի ազդեցություն, հիմնականում Չինաստանն է մեծ ազդեցություն։ Բա Ամերիկան ինչով է ոտի տեղ ունենա։ Հիմա որպեսզի ինքը կարողանա ոտի տեղ ունենա, իրան պետքա որ պետքա լոգիստիկ ճանապարհներ ունենա, որպեսզի կարողանա հասնել։ Ինքը ասում է կենտրոնական Ասիան դա ամենահարուստ տեղերից մեկն է։ Այդ հարուստ երկրներից մենք էլ առաջարկություն ունենանք, որպեսզի առաջարկությունով մենք կարողանանք մրցակցել Չինաստանի հետ։ Իդեպ ասեմ անցյալ տարվա մի քանի ամիս առաջ Վաշինգտոնում Տրամպը ընդունեց կենտրոնական Ասիայի 5 երկրների ղեկավարների եւ խոստացավ, որ Միացյալ Նահանգները հսկայական ներդրումներ են անելու եւ ինքը հայտարարեց, որ այսպես արհեստական բանականության ոլորտի մասով մեծ զարգացումների հեռանկար կա այդ երկրների համար, իրանք էլ իրանց կողմից մեծապատիվ հրացկաների պես ասեցին գովել Տրամպին։ Իրանց կողմն են արդեն back office, front office վիճակը։ Հիմա տեսեք, եւ հաշվառնելով այդ հանգամանքը այս տրիպը դա համարվում է հանգուցային կետ, այսինքն դա նախկինում դու ճիշտ ես ասում, տարածաշրջանում Միացյալ Նահանգները մեծ դեր չեն ունեցել, հիմա իրանք շատ մեծ դեր են ստանում, որտեղ ըստ էության կարելի ասել, որ այս տրիպի միջոցով ինքը հենման կետ է դառնում, որով ինքը կարողանա իր ազդեցությունը տարածի դեպի Ադրբեջան, Ադրբեջանից դեպի կենտրոնական Ասիա։ Հիմա արդեն բոլորը հիշում են Զբիգնև Բժինսկու այդ շախմատային բանի տախտակի պատմությունը բան այդ կոնցեպտը, որտեղ ասում էր, որ Ադրբեջանը պետք է կատարի այդ բանի բուտուլկայի պրոբկայի դեր, որտեղ այդ Ադրբեջանը, որ մենք վերցնում ենք, փաստորեն ամբողջ կենտրոնական Ասիայում մենք ճանապարհ ենք ունենում։ Իսկ որպեսզի Ադրբեջանը վերցնենք, մենք պետք է Հայաստանը վերցնենք։ Սա է։ Հայաստանը պետք է հենակենտրոն ունենանք։ Հիմա տեսեք, դուք ասում եք ինչ է ստանում տրիպից Հայաստանը։ Հայաստանը տրիպից ստանում է մենակ մի բան։ Նիկոլ Փաշինյանը ստանում է աջակցություն, որ ինքը ընտրվի, ինքը երաշխիք կունենա, որ փաստացի Միացյալ Նահանգները շարունակեն Հայաստանը ինչ է ստանում։ Ես դրա համար եմ Նիկոլը հասկացանք Հայաստանը շահում է Միացյալ Նահանգները, շահում է Ադրբեջանը, շահում է Թուրքիան, կորուստ ունենում Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը, բայց նաև շահում է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա հարց ըստ էության նույն ամերիկյան շրջանակները նշում են, որ բայց գիտեք մենք այս ինչ որ կառուցում ենք, մենք հասկանում ենք, որ այս տարածաշրջանը բավականին բարդ տարածաշրջան է, եւ սրա վրա սկսել են ազդել Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, սկսել են հարվածներ տալ։ Եվ ամենաթույլ օղակը իրանք ասում են, որ Հայաստանն է։ Ինչու՞։ Հիմա ես ասեմ ինչու։ Բանն այն է, որ Ադրբեջանը, ասեմ ձեզ, երևի մի քիչ ամոթա, բայց ես պետքա իրականությունը խոստովանեմ, շատ լուրջ քաղաքականություն է վարում, բազմավեկտոր քաղաքականություն է, բալանսավորված քաղաքականություն է վերաբերվում։ Ինքը անցյալ տարի կնքեց Չինաստանի հետ ռազմավարական հայեցակարգ, որ այդ մեկ ճանապարհի, այդ մետաքսի ճանապարհի վրա ինքը պետք է հանգուցային երկիր դառնա։ 23 թվականին նույն պայմանագիրը կնքեց Վրաստանը։ Եվ տեսեք, Ադրբեջանը նույն տիպի պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ հարավհյուսիս համակարգ աշխատացնելու, Չինաստանի հետ, Վրաստանով պետք է։ Եվ վերջապես Միացյալ Նահանգները այս Վենեսիայցի ժամանակ խաղաղ կնքեց, որով տրիպով պետքա, այսպես ասած, ամերիկյան շահերը սպասարկի, այսինքն Ադրբեջանը սպասարկում է Ռուսաստանի շահերը հյուսիս-հարավով, Չինաստանի շահերը դեպի Վրաստանով եւ Հայաստանի ճանապարհով Ամերիկայի շահերը, այսինքն այդ երկիրը դառնում է մի երկիր, որը փաստորեն Միացյալ Նահանգների, Չինաստանի եւ Ռուսաստանի շահերը բալանսավորում են, ինքը դառնում է կենտրոնական երկիր, երկիրը հպարտանում է դառնում միջազգային միջազգային հաբ է դառնում, իհարկե։ Հիմա Վրաստանը նույնը փորձում անել Վրաստանը աշխատացնում է հյուսիս-հարավը, թեև ինքը չունի քաղաքական հարաբերություններ Ռուսաստանի հետ, գիտեք, այդ բանի այդ տարածքների պատճառով։ Բայց արհեստական հարաբերությունները Վրաստանում, ինչպես որ Ադրբեջանում, Չինաստանը բազմամիլիարդանոց ներդրումներ է արել, Բանակլա նավահանգիստը, թունելները, ճանապարհները, մոտավորապես 20 միլիարդ դոլարի ներդրման ծրագիր ունի, ոնց որ
Ղազախստանում արեց այդ նույն բանը, եւ Վրաստանը փորձում է Ադրբեջանի ֆունկցիան կատարել, բայց քանի որ ստացվել է այնպես, որ Վրաստանը մինչեւ Իվանիշվիլի գալը այնտեղ երկիրը կառավարում էր վրացական Նիկոլ Փաշինյանը, գիտեք ում ազգանունի մասն է խոսքը։ Սաակաշվիլին։ Որի Չէ, բայց Սաակաշվիլին շատ վախենում։ Երևան համաձայն չեմ, օրինակ Սաակաշվիլին չի կարելի համեմատել Նիկոլ Փաշինյանի հետ, էլի։ Հիմա տարբեր նյուանսներ, բայց կերպարը նույնն է, ես ուրիշ բան եմ ասում։ Կերպարային բան չունեմ։ Քանի որ Սաակաշվիլին ինքը պատրաստ էր, որ երկիրը դարձել մանրադրամ, հիմա քանի որ Իվանիշվիլին եկել է, ասում է, ուզում եմ որ երկիրը բալանսավորված քաղաքականություն տանեմ։ Հասկանալի պատճառներով Միացյալ Նահանգներին դա նյարդայնացնում է, Եվրոպական միությանը դա նյարդային։ Ասում է, ինչի՞ ես դու պետք է մեկ վեկտորով աշխատես, մենակ մեր վեկտորով։ Ինքը ասում է, ինչու՞, Ադրբեջանին կարելի է, մեզ չի կարելի։ Մենք էլ ենք ուզում եւ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենալ, եւ ձեր հետ, եւ Չինաստանի հետ։ Մանավանդ Չինաստանն է հիմնական ներդրումները անում, ոչ թե դուք, այլ Չինաստանը, Վրաստանի առևտրային բալանսը տեսնելով Չինաստանը առողջի բաժին իրար ձեռնա ոչ Միացյալ Նահանգները ոչ Եվրոպայից դերը չեն կատարում բայց պարոն Բազարյաններ տեսեք այստեղ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է խաղաղության խաչմերուկ հիմա ինչու է տարբերում Վրաստանի ու Ադրբեջանի խաղաղության խաչմերուկներից տեսեք Ադրբեջանը ամենանորմալ հարաբերություն քաղաքականությունն է տանում 3-ի հետ հավասար բալանսավորված Վրաստանը փորձում է Ադրբեջանի ճանապարհով գնալ Ես համոզված եմ իրան հաջողվելու է վերջնարդյունքում իրան ավելի դժվար է որտեղ ինքը Ռուսաստանի հետ ունի խնդրեմ Ամերիկան ասում է քանի որ դու առաջ եղել ես մանրադրամ հիմա դու ուզում ես լուրջ երկիր դառնաս չեմ ուզում ընդունեմ բայց այս վերջի օլիմպիական խաղերի ժամանակ Իտալիայում Վենսը հանդիպել է Վրաստանի այսօրվա նախագահի հետ եւ հայտարարել է խոստովանելով որ մենք հարգում ենք ձեր իշխանության խնդիրները բաները ավելին կարող ասեմ որ գլոբալիստները կոնգրեսում մեգովարի պրոյեկտ կար մի հատ հակավրացական ուզում էին անցկացնեն Տրամպը սարեցրել է այդ խնդիրը եւ փորձում է վրացիների հետ որոշակի տորգանի անակլան ուզում է վերցնի վրացիները մերժում են եւ այս վիճակը իրանք վրացիները վերջում հասնել փորձելու են հասնել այն դերին ինչ որ կատարում է Ադրբեջանը հիմա Հայաստանի մասին այսինքն շահում են բոլորը բացի Հայաստանից Հայաստանում փաստացի կարելի ասել որ հաշվանալը որ մի մարդ ղեկավարում է որը ինքը բացառապես իր ընտանիքի շահերով ազբաղվում ինքը Հայաստանի շահեր հասկացողություն իր համար չկա բայց դա նորություն չի գաղտնիք չի այդ մարդը իր բոլոր բանակցային process-ները վարել է մի հարցով ոնց անի որ իր իշխանությունը պահպանի ես ուղղակի ասում եմ որ դուք տեսեք օրինակ համեմատենք Իվանիշվիլին որը 7 միլիարդանոց գործիչ էր իրան խոսք էին տալիս որ քո միլիարդները կկրնապատենք մենակ թե դու մեր գիծը վերցրու ինքը մերժեց այսինքն իր անվտանգությունը միլիարդները զոհաբերեց հանուր սեփական պետականության եւ ինքը պահեց դա մեծ արժանիքի խնդիր է այդ մարդուն արդեն հարգում են համոզված են բոլորը այս մարդը իր փոքր հալով ամբողջ երկիրը դրել է կողնի վրա փաստորեն զոհասեղանի վրա է դրած ինքը փաստացի հակաչինական հակաիրանական եւ հակառուսական նախագիծի հենք ուզում դառնա մենակ այն բանի պատճառ մենակ այն բանի համար որ Իրան օգնեն Թուրքիան, Ադրբեջանը եւ Միացյալ Նահանգները, որ ինքը կարողանա վերարտել։ Պարզի որ դրանից հետո Իրան կասեն, որ ինքը լավն է, ինքն մեծապատի Մուրասկանի պես կսկսի քծնել, բնակչության զբաղվել։ Դուք քննադատում եք, բայց իրենք այնպիսի իրավիճակ են ստեղծել հատկապես իրենց հավատացողների շուրջ, ով իրենց քննադատում է, ասում է, այ պատերազմի կուսակցությունը։ Հիմա ասեմ։ Այ Երվանդ Բոզարյանը, որ այսպես խոս պատերազմ է ուզում։ Ուրեմն տեսեք, այս վիճակից դուրս գալու երկու ձև կա։ Մեկը հակադրվել է process-ներին, հակադրվել է ամեն ինչին, ասել ոչ մենք մերժում ենք բան, դա իսկապես վտանգավոր ճանապարհ է։ Հա դե չեն կարող թե ասել triple չկա, դա կարող է դեր իսկապես պատերազմի, որովհետև այս, գիտեք ինչ, մի բան ասեմ, քաղաքականության մեջ մի հատ process կա, որտեղ կա անվերադարձ process կարա լինի, բայց այս վիճակից դուրս գալու մի ճանապարհ կա, որ մենք գնանք այն ճանապարհով, որը փորձում է գնալ Վրաստանը եւ որը արդեն գնացել է Ադրբեջանը։ Հիմա տեսեք, որն է այդ ճանապարհը։ Ճանապարհը հետևյալն է տրիպից շահում է Ադրբեջանը շահում է իդեպ ասեմ Միացյալ Նահանգները տրիպի հիման վրա արդեն ակտիվ բանակցում են Ադրբեջանի հետ այսինքն Ադրբեջանին ասում եք դից քանի որ սահմանակից երկիր որտեղ բոլորս էլ հասկանում ենք որ այդ տարածքը արդեն Միացյալ Նահանգներին է պատկանում դա իմ կարծիքով գաղտնիք չի 99 տարով նույնպես եմ կրկնում բայց բոլորը գիտեն 99 տարով թե 190 տարով այդեն սա հասկացել են որ այդ տարածքը արդեն Միացյալ Նահանգներինն է որոշակի իրավունքներով մեր կողմից սա փաստ է Ստեղ ինչ ուզում ես ձևակերպի, ինչ ուզում ես տոնածառդի անունը, բայց դա իրականությունն է։ Հիմա արդեն Միացյալ Նահանգները, որպես սահմանակից երկիր, բանակցում են Ադրբեջանի հետ, եւ իրանք այդ տորգը անում են հաշվանալով այդ տրիպը։ Հիմա մենք ինչ կարող անենք։ Հունիսի 7-ից հետո ասելու ենք հետեւելը, քանի որ արդեն Նիկոլ Փաշինյան գոյություն չունի,
իր ընտանիքը արդեն շահերը չկա։ Փորձենք Հայաստանի շահերը, Հայաստանի օրակարգը առաջ բերենք եւ փորձենք Հայաստանի շահը նաեւ տեսանելի դարձնենք ստեղ։ Եվ նույն Միացյալ Նահանգների պահպանողական շրջանակները խոստովանում են, որ եթե այս իրավիճակը մնա, Հայաստանը կարող է հարված ստանալ եւ Միացյալ Նահանգները կարող է իրանք էլ կորուստ ունենալ։ Այսինքն իրանք էլ են հասկանում, որ այդտեղ պետք է կոմպրոմիս։ Իրանք էլ են ընդունում, որ այդ կոմպրոմիսը պետք է լինի նաեւ Ռուսաստանի հետ։ Բայց այստեղ եթե ասում եք Հիմա շարունակեմ ես ավարտեմ միտքս։ Կներեք, պարոն Բոզյան, տեսեք, եթե դա Միացյալ Նահանգների տարածքի ընկալում ունի, իրենք էլ աշկովունքով այս իշխանությունները հասկացնում են, որ եթե այդտեղ Միացյալ Նահանգներն է, վերջ Ադրբեջանը էլ մեր վրա չի հարձակվի։ Տեսեք, ուրեմն Միացյալ Նահանգները դա եմ ուզում ասեմ։ Նույնիսկ ամերիկյան ընկերությունները ասում են, որ քանի որ մենք այդտեղ երաշխիքներ չենք տալիս անվտանգության, մենք վախենում ենք այդտեղ ներդրումներ անել, որտեղ դա պատերազմի պոտենցիալ բուն կարա լինի։ Դա համար մեր համար էլի բանը խնդրահարույց խնդիր է։ Իրանց մոտ էլ այդ խնդրեմը կա։ Իրանք ասում են մենք երաշխիք չենք տալիս, բայց եթե դու երաշխիք չես տալիս մի երկրում, ո՞նց կարաս լուրջ ներդրում անես։ Նույն ամերիկյան շրջանակները կոպես են մտածում, ասում են մենք ո՞նց կարանք բանում Ադրբեջանում եւ Հայաստանում ներդրում անենք, որտեղ երաշխիք չենք տալիս։ Իսկ երաշխիք իրանք չեն տալի, որտեղ գետնի վրա իրանք չունեն այդ հնարավորությունը, դեռ ես հասկանում։ Եվ դրա համար այնտեղ նույն Տրամպի վարչակազմի շրջանակներ կան, որոնք ասում են, որ մենք պատրաստ ենք այդ երաշխիքային մասով կոմպրոմիսի գնանք ռուսների հետ, որտեղ ուրիշ, բայց ոչ չինացիների, որտեղ իրանց համար գլխավոր խնդիրը չինացիներն են։ Հիմա դրա համար մենք ինչ ենք առաջարկում, մասնավորապես Մայր Հայաստան ինչ ասում, մենք ասում ենք մենք չենք գալիս որ տրիպը վերացնենք։ Մենք ասում ենք տրիպը դա պետքա փոխ լրացնենք հայկական օրակարգով։ Դա ինչա նշանակում, որ նույն կոմունիկացիոն կապը մենք պետքա անենք Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան եւ դեպի Իրան, որպեսզի մենք կարողանանք չինական պրոյեկտներ աշխատացնենք, ինչպես որ Ադրբեջանն է աշխատացնում։ Այն ինչ որ թույլատրված է Ադրբեջանին, պետքա թույլատրված լինի նաեւ մեզ, որտեղ եթե մենք միակողմանի լինենք, մենք ավտոմատ դառնում ենք թիրախ եւ դա բռնումով կարելի է հասկանալ։ Երկրորդը, Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքը սահմանը մոտավորապես 1000 կիլոմետր է կազմում։ Գիտեք, ինչքանն է սահմանազատված է սահմանը, ընդհանրապես 12 կիլոմետր, Տավուշի մասով 12, այսինքն 1%-ն է սահմանագծված ամեն 8 տարվա ընթացքում դուք պատկերացնում եք եւ այս մարտիկ առանց ամոթի ասում են որ իրանք խաղաղություն են բերել։ Սա ծիծաղելի բան է։ Ուրեմն մենք ինչ պետք է անենք նոր իշխանությունը 1000 կիլոմետրի առնվազն 90%-ը պետք է հասցնենք սահմանագծենք եւ սահմանազատենք Հայաստան այդ նախկին խորհրդային քարտեզների հիման վրա։ Այսինքն դա ինչ է նշանակում խաղաղություն, որ գետնի վրա Ադրբեջանը ճանաչի քո տարածքային ամբողջը։ Ինքը չի ճանաչում քո տարածքային։ Մինչև հիմա չի հայտարարել։ Ինքը չի ճանաչում։ Ինքը պաշտոնապես ասում է Հայաստանի։ Ի տարբերություն Հայաստանի ինքը ասում է ինքը հասկանում է որ այս Նիկոլ Փաշինյանի պարագայում մեղ կա ճանաչել որևէ բան։ Այս մարդը մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ այս մարդը վիրուս է Հայաստանի ապագայի համար, անվտանգության համար։ Ինքը վերանում է, մենք արդեն սկսում ենք բանակցել Ադրբեջանի հետ սահմանի ճանաչման շուրջ, սահմանի կոնկրետ գետնի ճանաչման շուրջ, որի մեջ շահագրված է եւ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները տարբեր պատճառներով։ Ռուսաստանը շահագրված է որտեղ իր դաշնակիցն է, իսկ Միացյալ Նահանգները շահագրված են որպեսզի ճանաչումով երաշխիք կլինի որ նոր պատերազմ չի լինի եւ այդ իմաստով արդեն այդ քո ասած ամերիկյան ընկերությունները լուրջ կմտածեն թե այստեղ ներդրումներ անեն, իսկ օբյեկտիվորեն շահավետ է։ Մենք ինչ ենք առաջարկում։ Պետք է լինի միջնորդ ինստիտուտ։ Մենք տեսնում ենք որ առաջին հերթին դա կարա լինի Ռուսաստանը։ Ռուսաստանը կարա օգնի այդ բանը երրակողմ ֆորմատի բանում ավարտեմ սահմանների ճանաչման խնդիրը լուծնենք վերջնականապես, հետո կարա միանա նաև Միացյալ Նահանգները ասի, ես էլ եմ ընդունում այդ բանը, հետո նաև Եվրամիությունը կարա ասի, որ ես հաստատում եմ շնորհակալություն իրանք կարացան դա խնդիր լուծեն եւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները ճանաչելուց հետո արդեն մարդիկ երաշխիք ունենան ներդրում են անելու եւ այդ իմաստով հիմա հարց ինչ հեռանկար կարա լինի Հայաստանի եւ Միացյալ Նահանգների մեջ մենք տրիպը նվեր ենք տալիս չէ իրան փաստացի բացի կոմունիկացիաների բացումից մենք չգիտենք ինչ ենք ստանում մենք ինչ կանանք ստանանք ուրեմն Միացյալ Նահանգները այսօր առաջադեմն են արհեստական բանականության ոլորտում աշխարհի 8 խոշոր ընկերություններից 7-ը ամերիկյան են այսինքն ամերիկացիները պարտվել են չինացներից բոլոր ոլորտներում բացի այդ ոլորտից մենք սա տեսնում ենք այդ ոլորտում ուրեմն այս ինֆորմացիա ասեմ ձեզ հայկական տարահայերը շատ ակտիվ ներգրաված են օբյեկտիվ պատճառներով Միացյալ Նահանգներում
հայկական ինժեներական միտքը շատ ուժեղ զարգացել է այդ ոլորտում։ Մենք շատ հայեր կան, որոնք աշխատում են այդ համակարգում։ Դա մեր հայերին հիմա տեսեք, ես ասեմ, ինչ եմ ուզում ասեմ, որ ստեղ մենք ունենք զարգացման հարաբերությունների մեծ հսկայական պոտենցիալ, որ կարողանանք իսկապես արհեստական բանականության այդ ոլորտը հայ-ամերիկյան այդ բանով զարգացնել Հայաստանում եւ Հայաստանը տրամպլին սարքել նաև ԵԱՏՄ երկրների վրա, այլ երկրների վրա, որ մենք կարողանանք այդտեղ լուրջ ֆունդամենտալ դեր կատարել, բայց դա առանց երաշխիքային համակարգի, առանց անվտանգային համակարգի ներդրման, առանց երաշխավորված խաղաղության գործընթացը կյանքում հնարավոր չի կյանքի կոչել։ Դուք հիմա խոսում եք ապագա ներդրումների մասին եւ հայ-ամերիկյան հարաբերությունները հաստատելու մասին, բայց այս իշխանությունները այդ քարոզչական փուչիկը հիմա արդեն փչում են եւ ներկայացնում են մեր հանրությանը։ Ասում եք ամերիկյան ընկերությունները իրենք մտածում են այստեղ ներդրումներ անեն, թե չէ, բայց ինչ են ասում մեր ժողովրդին, 9 միլիարդ դոլար բերելու են, ինչ որ ռեակտորներ են բերում, հա, միասնական էներգետիկ համակարգ եւ այլն։ Մեր ժողովուրդը այլևս չի հավատում։ Այդ փակագծերն էլ բացենք, որ մեր հասարակությունը մեծ մասը այլևս այս իշխանությունը չի հավատում։ Դա բոլորս էլ այս մարդը խափել է 18-ին, 15-ին, 20-ին։ Մի հատ ոլորտ ասեք, որ չի խափել։ Ինքը բոլոր հարցերում խափել է։ Այլ խնդիրը որ մարդիկ ուզում են այլընտրանք տեսնել։ Իսկ այլընտրանքը հետեւյալն է։ Մենք Հայաստանը պետքա ոչ թե մանդրադրամ դարձնենք մի տերության համար մեծ տերության դեմ, ասենք հակաչինական կամ հակառուսական դաշտ ծագել, այլ ճիշտ հակառակը մեր երկիրը պետքա համադրության, համադրելի դաշտ ծագենք, համադրենք բոլորի շահերը Ռուսաստանի, Չինաստանի, Ռուսաստանի եւ դա ես տեսնում եմ հնարավոր է։ Օրինակ եմ ասում, ատոմակայանի վերաբերյալ բոլորի համար պարզ է, որ այդ մեր 440 կիլովատանոց ատոմակայան լավագույնը սարքում է Ռուսաստանը։ Դա Ռոսատոմը դա ինքը սարքում է Թուրքիայում, որ ՆԱՏՕ-ի անդամ Միացյալ Դաշնակից։ Այսինքն հիմա կանգնած ենք ատոմակայանի փակման խնդրի առաջ։ Կանգնած չենք։ Ինքը կառուցում է Հունգարիայում, որը ՆԱՏՕ-ի անդամ է, Եվրոմիության անդամ է, Տրամպի դաշնակիցն է, բայց կառուցում է Ռոսատոմը։ Ինչի, որտեվ այս ոլորտում Ռուսաստանը առաջամարտիկ է, ինչպես որ արհեստական բանականության մեջ առաջամարտիկ է Միացյալ Նահանգների, ինչպես որ արդյունաբերական զարգաբանների մեջ առաջամարտիկ է Չինաստանը, այսինքն մենք Ռուսաստանից պետք է լավը վերցնենք, այսինքն ատոմակայանի զարգացումը։ Ռուսաստանից պետք է անվտանգային համակարգով դաշտը։ Հիմա չեն վերցնում, սրանք չեն վերցնում։ Մոռացեք սրանք հունիսի 7-ից չեն լինելու։ Ես անկեղծ եմ ասում, ես սենց եմ ասում, եթե հունիսի 7-ին այս մարտիկ մնան, Հայաստանի ճակատագիրը շատ կարճ ժամանակում կնմանվի Արցախի ճակատագրին։ Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը ինքնասպան մազոխիստ ժողովուրդ չի։ Մեր ժողովուրդը իսկապես ուզում է զարգանալ ապրել, բայց մեր ժողովուրդը չի ուզում մենակ քննադատել, ինքը ուզում է որ պոզիտիվ այլընտրանքը տեսնել։ Այդ այլընտրանքը շատ քիչ ուժերն են տալիս, որոնցից մեկը ես ուրախությամբ ասեմ մեր քաղաքական ուժն է, որտեղ մենք ասում ենք, որ մենք ունենք այդ այլընտրանքը զարգացնելու համադրելով եւ Միացյալ Նահանգների շահերը եւ Ռուսաստանի շահերը։ Պարոն Բոզյան, ամփոփենք մեր զրույցը եւ ամփոփենք այն բանով, որ այս իշխանությունների վարած քաղաքականությունը, որը խաղաղության խաչմերուկ են ասում, չէ, սարքել են երևի արդեն շատերի մոտ ընկալում կա, որ ԱՄՆ-ի չգիտեմ որ երրորդ նահանգն ենք արդեն մենք դարձել, հա, շուտով բարեկեցություն, բարգավաճում խաղաղություն է լինելու, այնինչ գետնի վրա դա ուղիղ հակառակն է, մենք չունենք երաշխավորված խաղաղություն, մեզ պետք է երաշխավորված խաղաղություն։ Մենք ունենք այսօրվայությամբ շոու, կարճ խաղաղության իմիտացիա, շոու, կարճ բենզին ներկրելու տնտեսական համագործակցության շոու, դրանք սա շոուներ են, հետո մահակատարնալու մեր գլխին, որոնք բնականաբար։ Մենք ասում ենք պետք է լինի երաշխավորված խաղաղություն, երաշխավորված տնտեսական զարգացում, երաշխավորված կոմունիկացիաների բացում եւ իսկապես կոմունիկացիոն խաչմերուկ։ Դա իրական կոմունիկացիոն խաչմերուկը կարա առաջարկի մի իշխանություն, որը բարդությունարված եւ վախեր չունի ոչ Ռուսաստանից, ոչ Միացյալ Նահանգներից, ոչ Չինաստանից։ Այս մարդը գիշերը քնում է, տակը համապատասխան բաներ անում, որտեղ վախենում է Պուտինից, որտեղ ժամանակին ինքը գցել է այդ երկրին։ Այդ մարդը ինքը գիշերը քնում ասում է ոնց անեմ, որ այդ մարդու ազատվեն։ Եվ ինքը հայտնվում է Թուրքիայի գիրկը։ Մենք այդպիսի իշխանություն պետք է չունենանք, դա շատ պարզ է։ Վերջին բանը, հա, եթե ասում են գիրկը, Թուրքիան ինչի միջև հիմա սահմանը չի բացում։ Եթե այդքան ամեն ինչ լավ է, ամեն ինչ հիանալի է, սահմանը ոչ մի բոլոր նախապայմանները բավարարել են։ Եթե որ տեսնում են, որ մարդը պատրաստ է հանուն սեփական իշխանության ամեն ինչ զոհաբերել, այդ մարդիկ ինչի պետք է քեզ կոմպրոմիսի գնան։ Բայց հարցում կոմպրոմիս չեն գնա։ Այսինքն շատ տարածական։ Ուղղակի զարմանում ես թե, չէ, տեսեք, օրինակ տեսեք, Մինսկի խմբի կողմից լուծարումը Արցախի հարցի, եկեղեցու դեմ պայքարը,
ասենք բոլոր տիպի այդ հարցերը սա բանորած է մի հարցով այս մարդը նույնիսկ այդ բանին այդ բանտերից ազատել է չէ Բաքվից բան այս մարդը բացի իր անձնական իշխանության փրկությունից ոչ մի բանի մասին չի մտածում սա է Շնորհակալություն Շնորհակալություն պարոն Փոզայան, իսկ մեր դիտողներին հայտնենք, որ այսպիսի մի տեղեկատվական շոու փուչիկ հարգելի քաղաքացիներ ձեզ սպասվելու է նաև մայիսի 4-ին, իդեպ մայիսի 4-ը սրանք հռչակել են, հայտարարել են ոչ աշխատանքային, որովհետև Եվրոպական գագաթնաժողովի շրջանակներում մոտ 50 պատվիրակից բաղկացած պատվիրակություն է Հայաստան ժամանելու ու դրա համար մայիսի 4-ը հայտարարել են ոչ աշխատանքային, միակ դրական լուրը երևի մեր քաղաքացիների համար դա է, բայց սիրելի քաղաքացիներ շատ չուրախանաք, որովհետև դրա փոխարեն ապրիլի 18-ն է լինելու աշխատանքային։ Դա էլ քաղաքացի որը կլինի։ Այնպես որ շարունակեք հետևել Մահակ TV-ի, Մահակ podcast-ի մեր եթերներին, բաժանորդագրվեք, լայքեք, կոմենտեք, տարածեք, կոմենտեք մեր Facebook-յան էջին, YouTube-յան էջին, մեր ձեր կարծիքը մեզ համար շատ կարևոր է, միացեք, մեզ միացեք, որ փոխենք։ Միացեք, որ փոխենք, այսքանը։